ժամանակ միջև այդտեղ մտնելը գրպանից փողը տվեցի մոտ, ասեցի Գևորգ, դու ինչ որ պետք է դու եկալ ես դեսերտ սուրճ խմելու համար։ Ես զակաց տվեցի, ինչ որ պետք էր վերցրեցինք, այդպես նստեցինք դեսերտ սեղան, այդպես խմելու բան չէր, ուղղակի սուրճ, միրգ։ Հետո երևի մի ժամուկես քաշեց այդտեղ։ Դուրս եկանք ավտոկանգար, որ պետք է գնանք, հետո թաշկումը հերն ինձ ասեց, Գեորգ ջան, ասեց, դու այդ վեկալացի փողը տվել ես, ինչ-որ զակազ ենք տվել, ասեցի, հա, մհեր, ինչ-որ վեկալել եմ, ես փողը տվել եմ, ասեց, մեր սակոյի օբեք, նահամուտ հանշլիկ, իսատ պրատ բաներ մնացածր ների, մի հատ նորից մոդեցի բարմենին հարցրա, տեսը, եթե նորմալ է, միջև տնեշներ կան, թողակ ուշկան կետամ։ Ու այդ ժամանակ մհերը կանգնած էր այդ էլեկտրոցանցի դիրեկտրի հետ, Գևորգյան հետ, լիկի հետ, այդ Ռաֆոյի հետ, էլեկտրոցանցի տղերքի հետ կանգնած խոսում էին իրան։ Ես իջա պարկինգը ավելի բարձր է, քան թե ռեստորանները ջրի վրա է ավելի շատ օտենները։ Ես մերի հետ խոսալով գալիս էինք, մեր հետևից էլ այդ մեր աշխատողներին, մերի վարորդներին, իրանջերներից մեր կողքերի։ Մենք այսուց կանգնած, հարցրտեղ ոնցոր տեկի վրա, երկու հոգի կանգնած էին, մեկ այդ անմորուսանտ հրանց կոչեցյալներ, ես չեմ ճանաչել արգե, դա կայնած սպասում էր մերի։ Եկանք կայնացրեց մեզ, ասի Ջայլ ջան, ինչ էլ է, բան մերի բադուշ տարի գործ չուն, ես տենց մարը, Ջայլ ջան, մեկ էլ սա էլ ես չեմ անում, ինչ-որ մեջները բանկա դրան նախորով կարծեն դրանից մի օր առաջ բանի դիմացել այդ կորզանի ինչ-որ վիճել էին, թե մինչև մեր գնալն էլ ինչ-որ, դրանց նպատակը երևի ձեռքից այդ օբյեկտները խլելն էր էլի։ Ու մենք այդ սա կրակոցը հենց խանեց ու կրակեց, այդ ժամանակ էլ կրակեց նորից է դա։ Հրանց կոչեցյալը պրչոտ այդ ժամանակ անթերաշ, սենց մազերով, մեքենա բան ընդեղ էլ մեքենա կար կամնած, զավոր կրակեց, մհերն ընգավ այդ մեքենայից եսի դուս եկան, ինձ էլ խպեցի ես չեմ էլ, բայց կրակոցով եկան, ինձ էլ այդ հրացանի մի թև ավտոմատեր պոչով խպետուչին տալեն կողքիս ընգել եմ, ուղագի, այդ տրենգած եմ վախեցան էլ նույնից զգացին նտել շոր բամետին։ Ոչ մի բան է, որ մեզ կանգնացին ասեն չէ էլ, ջան, բա կգորդը չի, մայեն էլ ստարիք ասեց, սուստենամ ինչ ասում, ես արդեն ոնց որ զգում էի դրա կանգնած դիրքից ու ձևից զգացում էր ունի հանցագործ սայկայի մեկը։ Վարչյան պետը իմացել էր ինձ է խպել, նոյ կաշկես բացի տեսա մայերը խարխարում արդեն, դրանք է կշի պախանարասի համար է վեկալեք, էլ գնացին էլ ինչ համար։ Որ ասեն ոչ մի խոսակցություն համար, այդ ծուղագից պատմեր պիտի խպեր, ու խպեց։ Արմենին հարցրեցի, ասեց ամեն ինչ նորմալ է, լրիվ փակված է, բան չի, մտաթևը իրար հետ, որ դուրս գանք, դռները ինչ ասած, երկու հատ կրակոցից են իրար հետևից լսեցի։ Ու ոնց որ շիրտս մի վատ բան գուշակ էր, վագի ձեռը թողեցի, վազեցի պարկինգի կոմա, ասեցի տենա մեզ ինչ կրակոց է, այն մոմենտին բարձրացա, որ մեկը իրան քցեց ավտոյի մեջը, այսինքն ոչ թե մեկն էին, 3 կամ 4 հոգի էին դրանք, բայց իմ կողմից, նիվի կողմից երևաց, որ մի հոգի իրան քցեց ավտոն ու նիվեն մի անգամից պարկինգից թափով դուրս եկավ, այդ մոմենտ հորացին խփին, մհերին խփեցին, ասին հրանդը մհերին խփեց, հորացին ասին հրանդը մհերին խփեց, հասեք, ես վազելով գնացի նայում եմ, սախ էլեկտրիկներն ընդեղ են, մհերը չի երևում, ասում եմ, բա մհերն ուրա, արզ երևում էր, ցերեգային են մեծ լույսերից են դրած, ամբողջ ավտոկանգարի, ու պարզ երևում էր էլի մարդկանց շարժը,
Բայց արդեն կորացել էին, որ մհերին խփել են, հրանտը խփել է, ես նայ կոմենտում տեսա միած 0-6 էր կանգնած, դրա հետևի մասում ինչ-որ մարդ ընկած, այդ տարածությունը ես չնկատեցի, որ մհերն է, որտեղ մեջի կողմով էր ինքը, դեպի ինձի, կողքի վրա էր ընկած, ու վազելով գնացի, թեքեցի, գլուխը բարձրացրեցի, տեսա մհերն է, ու գլխից ձեռներս, որ գլուխը բարձրացրեց, ձեռներս սարուն էր էլ, այսինքն կրակոցներից մեկը գլխին էր կպել։ Հետո գորացի ասի, որ մեքենան շուտ հասնենք հիվանդանոց, որի մեքենան թափով հասանք հիվանդանոց, ոնդեղ արդեն իմացանք, որ գլխին հարվածն եղել, ու երկու հարվածն էլ ասացին մահացույա, նո ինքը խփվելուց կես ժամ հետո ուշքի չգալով այդպես հանգստացել ենք։ Այդ մոստի կողքը կար փոքր նախկին բաժարնի բաններ էր, պունկտ էր բաժարնի։ Դա մավելը չասում էր, դա սվյազներ, սվյազի չասներ։ Այդ չասում էր այդ առօրյան մեջ։ Այդ օրը գիշերը մութ էր, չեմ կարող ասեմ ժամը քանիստ էր, հիմա չեմ հիշում, բայց գիտեմ որ մութ էր արդեն։ Այդ հրանտը մանվելի ախոր տղեն։ Ու կար մի հատ էլ եղիշ։ Մտան չաս նրանք, շատ ոնց ներխուժեցին, դե դրանք որ գալիս էին չաս, դուռը պիտի հասցնեին, բացեին։ Այդպես լծկի ձևով մտան, դուրս ստեկանացոյից ու կապնում են մանվելի հետ, պակաշտու մանվելի ինտեղ դաբրոին են երևի սպասում, մանվելն էլ սպասում է երևի Սերժի դաբրոին, потому что դա սովորական սպանություն չէ, դա սովորական մականություն չէին սպանել իրանք, որ դա հանգիստ մարսեն գնային։ Դա սպասում էին Սերժի դաբրոին, երևի Սերժն էլ իրանք հետ խավոր սպանություն կար այն ժամանակ, լավ կապերի մեջ էին։ Ու երևի անցած մի քանի րոպե ստացան այդ աբրոները, դրանք դուրս եկան գնացին, շաստից ելան գնացին։ Ու մենք իմացանք, որ սրանց տրոչնի ասել են դա Ղարաբաղ։ Նրանց հետո էլ զացի Մամել Գրիգորյանը, ես մեր բոլորին կսատկացնեմ հանկարծ, ոչ մեկը ցուսմուր չտես վախեցավ, ինձ էլ ասեց արած, մտքիցը տանը, ես էջ մի ազնի տղա եմ, որ 100 տարի մնա ինչ ուզում ես արա, ես պետք ինչ պետք տա, ասեմ, էդ էր պակաս։ Նրանք վախեցան բոլորը, նույնիսկ միլիցիայի մեջ մեր վարչության պետին քնի չծեծելել են, այդ խեշտղեն բախից երև դանցը հիվանդացան մահացան։ Նրանից հետո դրանք մավելը զասին եկովից հետո շո մի եկոքոյտ մտելա դրանցնում, թե մի ինչա խոսացել, ինչի խոսացել դեշ չեմ իմանում։ Դադին պատկերացրեք, ոչ մի վրգա, մենակ ես եմ եղել, մենակ ես, դրա ծնողներն էլ մի հատ գրություն ինտերը, որ գողոք չունենք։ Իսկ դուք տեղյակ եք Գրիգորյան Մանվելը, իր հոպարը, ինչ-որ աջակցություն արել է, որ հրանդը բան անել, չեմ ասում։ Ասեմ, ուրեմն աջակցությունը հենց առաջի վարկյանից է եղել ընդեղ։ Ոնց է եղել, հիմա ասեմ ոնց է եղել, որտեղ երբ որ ես հասնայի հիվանդանոց, միջև մենք հասանք, ես տեսա, որ այդ վիճակի մեջ է, արդեն հանգստացել է ինքը, չեմ ուզում ասեմ մահացել է, չեմ ուզում հավատամ, բայց այդ տարիներ անց է ինչ ան, ես էլ գորում էի, խժում էի, լավ չէի զգում ինձի, երկու հոգի մոտեցան ինձի, գրաժդանսկի, ես իրանց չեմ էլ ճանաչեմ ով եմ, չեմ սալիդնի տղերք էին, կարելի է մի վարկյան մի հատ բան խոսանք էլ իրար հետ, պատի անկյունը իրանց հետ գնաց հետ երկուսի հետ, հենց հիմա պետք է գնանք միլիցիայություն, դու պետք է ցուցմունք տաս, թե ինչ այլ է, ոնց այլ է, ով արել։ Ու ինձ նստեցրեցին ավտոնը տեղ, տարել են հիվանդանոցից տարել են միլիցիայություն։ Ու ամբողջ գիշեր ինձ հարցաքննելուց հետո կարծես թե ես էի հանցագործը, ինձ բռնել պահել են, որ ես մնամ ընդեղ, որ ես դուրս չգամ միլիցիայությունից։ Դատախազության քննիչները սկզբից
քնեցին ինձի, անենց էին հարցակրնում, որ ես անուններ չտամ։ Այն ժամանակ քրեականի պետի տեղակալ Խալոպ Սակո էին ասում իրան, բանից փարակարծի էր ինքը։ Իրա կաբինետում ցախ քշեր ինքը նստել է իր աթոռի վրա, ինձ էլ դիմացը նստած, չի թողել ոչ դուրս կամ, ոչ ասում Սակո ասում եմ, ախր մենք չենք հանցագործը, մենք ստեղ պետք է հանցագործը նստածներ, ոչ թե մենք, ասում վերև իսկ արկադրությունա, որ քեզ էլ են պահելու ստեղ, քեզ պահել ենք ամեն մի քննիչի մոտը մի հոգու պահածա։ Բայց մի Զախարիչն ասեց օգորվի իրան, ասեց որ Գևորգ, երբ որ ես օրգոքված խոսում էի, ասեց Գևորգ ասեց, կյանքը մհերով չի բրցնեմ, ընդեղ 3 հատ էլ թոռ ունենք, ու իրանք մեզի զգուշացնել են, որ թոռներին լավ նայենք, հասկացնել են, որ շատ մի թփրտացեք, հանգիստ ապրեք, իզի դատարանից թուղթ չի եկել, ոչ մի բան չի եկել, ես կողքից իմացել եմ, որ դադը պետք է լինի, ու ես որպես վգա պետք է անպայման մասնակցեմ։ Կարճիկյան հրաչիկը ինձ ասեց, թե որ դու չհետաս, ես մեր գայթալու եմ, գգամ քեզ կվեկալեմ իրար հետ կետամ։ Դες 10-ին թե 11-ին համարով եմ ծագում։ Սպասի 11-ն էլ 12-ն էլ ժամի մեկ չկար, ես դրանց եմ տանգված մնաց։ Հետո ճաշից հետո գծենդը հելա գնացի գործարան, ասի կարող է ինչ-որ հետաձգել են դարը, դրա համար չի եկել գործարանում, գնացի գործարան, հրաշն ասես, բա դադը առանց մեզ դա արվի, մենք ոչ մի բան ընդեր չէին կարա փոխենք ավելորդ տեղը, պատմությունների մեջ էին գնելու։ Դրանից հետո խեղճ քննիչը գալիս է, դասերի մոտ կաբինետում է սուսում վեկանում, ասում է, Կարապետյան գիտամ ինչ կենթանի են, այս գործը կարող է հետագայում էլ բացվի, բայց ընենց անենք, որ մենք զերից անպրծանենք, ամել հետագայում պարզեր ես դուսնանք։ Ու մտածում ենք, թե ոնց, դեն մնացած տղաները բոլոր վախեցան, ոչ մերը չուսնում չի տրե, ես չուսնում տրեի, որ ինքն ախպել։ Դադարանում էլ նույն ձևի, մենակ ես էի, մարդ չկա նախ, այդ դադավորն ասում եմ, այդ կոլեգայի քերիներ կանչեց մի մանր կարապնորի կասեց, անտերի մի բանար է դրանց հետ վերևից ասեց Լևոնյանով զանգել եմ Տենց էլ դիստ ռադելով գնաց երևի Հարաբաղ Լևոն, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի, անունից զանգել են, որպեսզի այդ գործը որ այդ գործը բանարվի, ասեց անտերին ոչ մի բան չէ։ Դարդարանն էլ մի հատ է սենց, այս մի 3 մետր կլներ լայնությունը չեր լինի, մի 4-5 մետր էլ երկարությունը, ոչ մի մարդ, ոչ մի բան, ոչ անտենական, ոչ վենը, հենց օդի մեջ էլ է։ Իրանց ատեն որոշված բաներ։ Այդ Յոզալտովուն տեց հպին, դրանից հետո գնացել են իրանց տոն, չեմ գիտել ինչ։ Նույնիսկ ասում էլի հենը մեր է, որ չգան հգայություն, ոչ չբողոքին, որ այդքան հգակար ոչ մեկը, բոլորը վախից, ոչ մեկը, այդ վգաներն էլ ոչ մեկը, ոչ ինչ վգա, ինչ ման։ Իր անգերներից էլ հետը կային 2 հոգի, իր վարորդներ էր, զատի մետ 3 հոգի մեծ ցածի աշխատողներն են այդ, որ ասում են, ոչ մեկը վգայություն չտվեց։ Տենց էլ այդ սարիկան, դրանից է դու էլ Խուժանին անգրագետ դեպուտատ են։ Չէ, ասենք դուք օրինակ տեղյակ եք, ձեր ընտրատարածքում քանի ընտրող է պակասել։ Չի պակասել իմ ընտրատարածքում։ Ավելացել է։ Չի ավելացել։ Դուք ջղայնանում եք։ Չէ, չեմ ջղայնանում։